Այսօր ուզում եմ մի փոքր խոսամ եկեղեցաշինության մասին։ Սուրբ գրքի մեջ բազում հատվածներ կա, որ Աստված իր ժողովրդին պատվիրում է, որ եւ շատ տեղեր կա, եթե Սուրբ գիրքը կարդացել եք կամ ուսումնասիրել եք, կտեսնեք, որ շատ այդպիսի տեղեր կա, որ Աստված իր ժողովրդին պատվիրում է ինչ-որ բան կառուցել։ Եթե ինչ-որ բան ասելով նկատի ունենք կամ խորան, կամ տաճար, կամ տեղ կա նույնիսկ ժողովրդի սրտի մեջ, երբ որ դրվում է, Աստված ասում է կառուցեք, շինեք, հիշում եք Դավիթի պատմությունը։ Եվ երբ որ այդ պատմությունները կարդում ենք, ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ մենք գիտենք, որ Աստված ամենակարող եւ մեծ Աստված է։ Աստված կարող է բոլոր միջոցները, հնարավորությունները միանգամից ուղարկել, որովհետեւ Սուրբ գրքի մեջ բազում տեղեր կա նաեւ գրված է, որ իմն է ոսկին, իմն է արծաթը, երկրի ոչ լիությունը իմն է, ամեն բան դրա ձեռքերի մեջ է։ Բայց հետաքրքիր է, որ Աստված ուզում է, որ այն տունը, որտեղ որ մարդը կհանդիպի Աստծո հետ կամ իր հետ, հենց մարդը իր ձեռքով կառուցի։ Հենց մարդը իր ունեցածով ներդրում անի եւ կարողանա այնտեղ Տիրոջը հանդիպի։ Աստված կարող է այնպես անել, որ մենք որևէ գործ չունենանք։ Եվ ընդհանրապես, երբ որ նայում ենք մեր աստվածապաշտության կյանքին, ընթացքին, աստվածային բոլոր շնորհներին, մենք շատ մեր աստվածապաշտության մեջ հիմնական մասը Աստծո կողմից մեզ համար արդեն արվել է։ Եվ մեզ համար ամենամեծ բանը, որ արվել է, դա Գողգոթայի խաչն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ամենացորդ սերը մեզ համար, որ նա լավագույնը մեզ համար դրեց։ Բայց բերեք ընդունենք, երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, որոշ բաներ կա, որ Աստված մեզանից պահանջում է, որոշ բաներ կա, Աստված սպասում է, որ մենք անենք։ Օրինակ Սուրբ Գիրքը հստակ ասում է, որ Աստված ուզում է, որ մենք ծառայենք նրան։ Աստված ուզում է, որ մենք ավետարան քարոզենք, Աստված ուզում է, որ մենք բարեպաշտ եւ սուրբ կյանք ապրենք, եւ շատ բան կա, որ Աստված ուզում է մեզանից։ Եվ դրանք ուզում է ոչ թե նրա համար, որ ինքը էգոիստ է, այդ բոլոր բաները, որ Աստված մեզանից ուզում է, մի պատճառ կա։ Աստված ուզում է, որ մենք լավ լինենք։ Աստված ուզում է, որ մեր ապագան օրհնված լինի։ Աստված ուզում է, որ մենք նրանով լցված լինենք։ Եվ մի համար կարդամ, 3 տեղ Սուրբ գրքից կարդամ, արագ, շատ չեմ մեկնաբանի, որովհետև համարները շատ պարզ են, պատմությունները շատ ծանոթ։ 4-րդ Թագավորաց 12 գլխից եմ ուզում կարդամ։ 4-րդ Թագավորաց 12:6-ից։ Սա այն պատմությունն է, երբ որ Հուդայի վրա թագավորում էր Հովաս թագավորը, եւ որոշեցին վերանորոգել Աստծո տաճարը, որովհետեւ արդեն դարեր էին անցել շինարարությունից, երբ որ Սողոմոն թագավորը կառուցել էր, եւ մի քանի համար ուզում եմ այս հատվածից կարդամ, 6-րդ խոսքից կարդամ։ Սակայն Հովաս թագավորի 20-րդ տարին քահանաները տանը փլված տեղերը չնորոգեցին։ Հովաս թագավորը իրեն կանչեց Հովադա քահանային եւ մյուս քահանաներին եւ ասեց նրան. Տանը փլված տեղերը ինչու չեք նորոգել, այլևս ձեր ճանչվորներին ստակ մի առնեք, հապա նրան տանը փլված տեղերուն համար գործացեցեք։ Քահանաները հավանություն տվեցին, որ իրեն ստակ չառնեն ժողովրդից, ոչ էլ տան փլված տեղերը նորոգեն։ Հովադա քահանան մի սնտուկ շինեց, դրա վրա մի ծակ ծակեց, մեր այս փոքր տուփերի նման։ Օրինակը սուրբ գրային է այս տուփերի, հնծայի արկղների։ Եվ նա սեղանի մոտ Տիրոջը տունը մտնողներին աջ կողմը դրեց։ Դուրը սպասող քահանաները Տիրոջ տունը բերած բոլոր ստակը այնտեղ կդնեին, երբ կտեսնեին, թե սնտուկի մեջ ստակը շատացել է, թագավորի գրագիրն եւ մեծ քահանան կհելնեին եւ Տիրոջ տունը գտնված ստակը հաշվելով կծրարեին։ Պատրաստած ստակը Տիրոջ տանը գործի վրա դրված բանվորներուն ձեռքը կտային, որպեսզի նրանք Տիրոջ տանը մեջ գործող հյուսներուն եւ շինողներուն եւ որմնադիրներուն եւ քարահատներուն վճարեն։ Եվ 14-15 խոսքներ կարդամ։ Քանզի բավորներին կտային նա, որպեսզի նրանով Տիրոջ տունը նորոգեն,
Բայց նրանց ձեռքը, որ կհանձնեին այս տակը բանվորներուն տալու համար, նրանցից հաշիվ չէին առնի, որտեվ նրանք հավատարմությամբ կաշխատեին։ Պատմությունը շատ պարզ է։ Եկավ ժամանակ, որ Աստծո տաճարը վերանորոգման կարիք ուներ։ Դարեր էին անցել Սողոմոնի շինարարությունից եւ գիտեք, այս երկրի վրա յուրաքանչյուր ցանկացած նյութական բան հինանալու, մաշվելու, ցեցոտելու ընդունակ է։ Այս երկիրը այդպեսին է։ Եվ նաև այն տունը, որտեղ Տիրոջ անունով մարդիկ հավաքում են նրան պաշտելու համար։ Եվ հարկ եղավ, որ այդ տունը նորոգվի։ Եվ ինչպես պետք է այդ տունը նորոգվեր։ Գրված է, որ Հովադա քահանան տաճարի տարբեր մասերում գանձանակներ դրեցին եւ որ ժողովրդին հայտարարեցին, որ պետք է այնտեղ գումար հավաքվի շինարարության համար։ Մեր բառերով ասած, ես մի փոքր մեր բառերով ասեմ։ Եվ ժողովուրդը առատորեն մասնակցեցին այդ գործին եւ այնքան գումար հավաքեցին, որ շարունակության մեջ տեսնում ենք, որ բավարարեց այդ ամբողջ շինարարության ընթացքի համար։ Ժողովուրդը մասնակցեց Աստծո տան շինարարության գործին։ Մի հատվածել եմ ուզում կարդամ Նեհեմիայի գրքից։ Նեհեմիա 3-րդ գլուխն եմ կարդում։ Կարդանք միասին։ Եթե ժամանակ լիներ, ես մեծ սիրով ամբողջ գլուխը կկարդայի։ Ինչի համար եմ ասում մեծ սիրով, որովհետև Նեհեմիա 3-րդ գլուխը բազում անուններ ունի։ Եվ մեծ քահանա Եղիասիբն եւ նրա քահանա եղբայրները ելան եւ ոչխարների դուռը շինեցին եւ նրան օծեցին եւ նրա պեղքերը կանգնեցրեցին եւ նա մինչեւ Մենային աշտարակը մինչև Անայենի աշտարակը օծեցին։ Եվ նրա մոտ Երիքովի մարդիկը շինեցին եւ նրանց մոտ Իմրիի որդի Զաքուրը շինեց, Ձուկերի դուռը Սենայի որդիները շինեցին եւ նրա պեղքերը փականները նիգերը անցկացրեցին։ Նրանց մոտ Ակուսի որդի Ուրիայի որդին Մերամոթը նորոգեց։ Հայկական չէ, չէ՞, դժվար է կարդացում։ Որոշները միգուցե նաև սխալ եմ կարդում, բայց մարդիկ են։ Եվ նրանց մոտ Մասի Զեբելի որդի Բարաքիայի որդի Մեսուղամը նորոգեց, եւ նրա մոտ Բանանիայի որդի Սադովքը նորոգեց, եւ այդպես շարունակ։ Ամբողջ գլուխը չկարդամ ձեզ փորձելու համար։ Ինչի համար եմ հաճույք ստանում այս գլուխը կարդալուց։ Մինչև վերջ անուններ է թվարկում։ Որ ինչ որ մեկը անունը տալիս է հստակ անձնավորությունը, այդ Պարիսպեի Երուսաղեմը մեծ քաղաք էր հին ժամանակներում, ինչ որ հատված իր ընտանիքի, իր գերդաստանի, միտեղ նույնիսկ գրված է մի մարդ կար իր աղջիկների հետ, իր տան դեմի Պարիսպը նորոգեց։ Ինձ համար ամենազարմանալի տեղերից մեկը այս հատվածի մեջ հենց դա է։ Աղջիկների հետ նորոգեց։ Այդ Պարիսպի հատվածը։ Պարիսպը դա բան չի, էլի։ Շպագլովկա քաշել չի։ Պարիսպը ոչ էլ բան է, մի մետրանոց զաբոռ է։ Տասնյակ մետրերով բարձր, չգիտեմ, քանի մետր լայնք ուներ Երուսաղեմի Պարիսպը, թշնամիներից պաշտպանվելու համար, եւ այդ մարդը աղջիկներով նորոգեց։ Աստուն սիրող մարդիկ են այդ ժամանակվա մարդիկ։ Ինչի համար է ինձ հետաքրքիր է հատվածը կարդալ։ Որտեւ սրանք մարդիկ են, ովքեր Տիրոջը ծառայություն արեցին։ Ես հավատում եմ, որ այս գիրքը Սուրբ Հոգին է գրել եւ տվել մեզ։ Նաեւ երբ որ այս հատվածը կարդում ենք, հասկանում ենք, որ Աստված մեր արտավազ եղբոր պատգամների մեջ նաեւ հաճախակի էս միտքը ասվել, որ այնտեղ գիրք է գրում։ Այնտեղ միգուցե հրեշտակներ կան, դեպիրներ կան հրեշտակների մեջ, որոնք գրում են։ Մեր կյանքի պատմությունն են գրում, մեր ծառայությունն են գրում, մեր գործնեությունն են գրում։ Եվ այնտեղ յուրաքանչյուր բան, որ մարդ իր կյանքի մեջ անում Աստծո համար, գրվում է, մարդու կյանքի գրքի մեջ։ Եվ անուն առանուն գրվում է, գործ, յուրաքանչյուր գործը, յուրաքանչյուր ծառայությունը, միտեղ նույնիսկ ասում է, որ մեկ բաժակ ջուրը եթե մարգարեին տաս, մարգարեի վարձ կառնես։ Այսինքն երկնքում դրա մասին հիշատակություն է լինելու։ Ես հավատում եմ, որ Աստված ուզում է, որ մեր անունները եւս որոշ գրքերի մեջ գրվեն։
Բայց դրա համար մենք պետք է որոշակի ծառայություններ անենք, որոշակի գործեր անենք մեր կյանքի մեջ։ Որոշ բաներ անենք, որի միջոցով Տիրոջ տունը կառուցվի։ Այո, զարմանալի մարդիկ կան այս պատմության մեջ։ Մեզ համար անծանոթ մարդիկ, բայց երբ որ մտածում ես, տեսնում ես, որ այս մարդիկ իրենց լավագույնը դրեցին, որ Տիրոջ տունը կառուցվի։ Նոր կտակարանյան ժամանակաշրջանում, երբ որ խոսում ենք Տիրոջ տան շինարարության մասին, չեն կարող ուղիղ ասել, որ նյութականը հանդիսանում է հենց ուղիղ Տիրոջ տունը, որտեղ հավատում ենք, որ Աստված իր բնակությունը մարդկանց սրտերի եւ հոգիների մեջ դրեց։ Այսինքն յուրաքանչյուր բան, որ այսօր կարող ենք Տիրոջ համար անել, դա արդեն նրա տան շինարարությունն է։ Երբ որ գնաս քո հարևանի տունը եւ ավետարան քարոզես, սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի Աստծո մարդ, դու արդեն Աստծո տունը կառուցում ես։ Երբ որ կգնաս քո բարեկամի տունը եւ Քրիստոսի մասին կխոսաս, դու արդեն դրանով Տիրոջ տունն ես կառուցում։ Եվ ցանկացած բան, ինչ որ Աստծո անունով կանես քո կյանքի մեջ, դրանով դու մասնակցում ես Տիրոջ տան շինարարությանը։ Բայց նաև մենք մարդիկ երկրի վրա ապրելով տան կարիք ունենք։ Օրինակ եկեղեցաշենքի կարիք ունենք։ Ինչքան լավ է, որ այսօր մենք միասին այստեղ տաք շենքում նստած ենք։ Ես հիշում եմ, երբ որ մոտ 20 տարի առաջ մենք շենքը նոր էինք գնել, լրիվ ուրիշ պայմաններ շենքում, երբ որ ընդհանուր ջեռուցումը անջատեցին քաղաքի, մենք մի փաստի առաջ հայտնվեցինք, որ նույնիսկ եկեղեցում, եւ տներում եւ եկեղեցում, որ եկեղեցաշենքում շատ ցուրտ էր, շատ ցուրտ էր։ Արտավազ եղբայրը դա ինքը առողջ տղամարդ է, երբ որ քարոզում էր, ասում էր հով է, բայց մենք ներքևը նստած շատ լավ հասկանում ենք, որ հով չի, լավ էլ ցուրտ է։ Բայց գիտեք հետաքրքիրը որն էր, որ ժողովուրդ հետ ցուրտ եկեղեցի գալիս էին։ Ես չգիտեմ քանի աստիճան է, ժամանակ ջերմաչափ չէինք դրել, բայց այնքան ցուրտ էր, որ պաշտամունքի վերջում լավ դողում էինք։ Բայց միևնույն է, ժողովուրդը գալիս էր Աստծո տուն, որտեղ հասկանում են, որ բաներ ավելի կարևոր է։ Իհարկե, ժամանակի ընթացքում այդ հարցերը լուծվեցին։ Բայց բերեք ընդունենք, որ դրանք հենց այնպես չլուծվեցին, էլի Աստված երկնքից Գաբրիել Միքայել հրեշտակին չուղարկեց, որ մեզ համար ջեռուցում քաշի։ Այդ գումարները երկնքից չընկան երկրի վրա։ Մարդիկ եղան, իրանց ջանքը դրեցին, իրանց ծառայությամբ, իրանց անմնացորդ ծառայությամբ այդ շինարարության գործերը արեցին եւ վերջացրեցին եւ Տիրոջ տունը դրանով օրհնվեց։ Դա էլ է ծառայության մաս։ Եվ շատ մեծ ուրախություն է, երբ որ ինչ-որ մեկը կարողանում է Աստծո տան շինարարության մասնակից լինի։ Եվ մի համար հիշեցնեմ ու ամփոփեմ խոսքս։ Անգեի Մարգարեության 2-րդ գլխի 18 խոսքում, բերեք սա էլ կարդամ, էլի։ Մի բան է գրված, որ նաև իմ կյանքի օրինակով փորձեմ հաստատեմ։ Եվ հիմա այս օրերից առաջ եղածին վրա մտածեցեք։ Տիրոջ տաճարի հիմնադրության օրից, 9-րդ ամսվա 24-րդ օրից առաջ եղածին վրա մտածեցեք։ Սա որ Տերը ասում է մտածեք, մեզ էլ նկատի ունի։ Տիրոջ տաճարի հիմնադրության օրից եւ 9-րդ ամսվա 24-րդ օրից առաջ եղածի վրա մտածեք, հունտը տակավին ամբարի մեջ է եւ որդատունք ու թզենի եւ նռնեին եւ ձիթենին դեռ պտուղ չտվեցին, այս օրից սկսյալ պետք է օրհնվեն։ Լավ, ես մաքուր հայերենով ասեմ։ Ես չուզեցի իմ վերևի հատվածները կարդամ, որտեղ շատ խիստ է Սուրբ Գիրքը ասում, ասում է ձեր վաստակի վրա ես փչում եմ, որովհետև դուք Տիրոջ տան շինարարությանը չեք մասնակցում։ Որովհետև դուք Տիրոջը չեք ծառայում, եւ ձեր ջանքով եւ ձեր ունեցվածքով։ Չուզեցի այդ հատվածները կարդամ։ Բայց մի բան է այստեղ Աստված ասում։ Ասում է այն նորից, երբ որ սկսեցիք Տիրոջ տան վրա աշխատել, հələ մի հատ ուշադիր նայեք ձեր ունեցածին։ Ձեր ամբարներին նայեք, ձեր ծառերին նայեք։ Դե հասկանալի է, հрьяաները հիմնական գյուղատնտեսությամբ են զբաղվում, այգի են տնկում, բերք հավաքում ծառերից։ Բայց այսօր մեր մասնագիտությունները մի քիչ ավելի շատ են։ Եվ Աստված ասում է, հələ մի հատ ուշադիր նայեք ունեցածին։ Այն օրվանից, որ դու սկսեցիր ինձ ծառայելը, եւ այն ժամանակ, երբ որ ինձ չէի ծառայում, տարբերություն կա թե չկա։ Այն օրվանից, երբ որ դու սկսեցիր 10-րդ տալը եւ այն օրվանից, երբ որ այն օրերին, երբ որ դու չէիր տալի 10-րդ, կա քո ունեցածի մեջ տարբերություն թե չկա։ Եվ Տերը ասում է, ես այս օրվանից սկսած
օրնելով պետք է օրնեմ քեզ։ Մենք հաճախ այսպես ենք, չէ՞ աղոթում։ Ես բազմիցս ես աղոթք արել եմ, Տեր օրհնիր։ Երևի ամեն առավոտ, երբ որ մենք հելնում ենք մեր օրվա համար աղոթք անելու, մեր ընտանիքների, այս օրհնություն բառը մեր շուրթերից շատ է հնչում։ Տեր օրհնիր։ Ինչքան է եղել, որ աղոթել ենք, չէ՞, օրհնիր իմ աշխատանքը, օրհնիր իմ ունեցվածքը, օրհնիր իմ ընտանիքը։ Բայց գիտեք, բանալիները Սուրբ գրքում դրված են։ Սա մի բանալի եմ ես ձեզ հիմա ներկայացնում։ Հիմա նայեք, Սուրբ գրքի մեջ բանալիներ կան, որոնք որոշ դռները բացում են, որոշ փականներ բացում են։ Օրհնության դռներ կա, որ այստեղ բանալիներ կան, եւ արդեն մի բանալու անուն ես ձեզ տվեցի։ Երբ որ դու սկսում ես Տիրոջ ծառայել, նրա տան շինարարությանը մասնակցել, քո ունեցածով, քո ջանքով, քո տաղանդներով, չգիտեմ, քո մասնագիտությամբ, ես հավատում եմ, որ Տերը սկսում է օրհնել, ինքն է այդպես ասել։ Ես հիշում եմ տարիներ առաջ, որ գործից դուրս է եկել, ես օրինակ ասեմ ու միասին աղոթենք նաև։ Մի փոքր տեղ էի վերցրել աշխատանքի համար, մի հատ ժեշտի գարաժ էի վերցրել եւ այնտեղ մի հատ փոքր sense գործիքներ, մի հատ փոքր գործիք էի առել, դրել եւ սկսել աշխատել, եւ որ նոր էի գործից դուրս եկել, ինձ ով էր ճանաչում։ Եվ այդ ժամանակ մենք այս շենքը նոր էինք գնել։ Դե ամիսը 1-2 պատվեր լինում էր, բայց ամիսը 1-2 պատվերը, փոքր պատվերներ, մանավանդ ընտանիք պահելու համար շատ քիչ եւ այդքան էլ չէր բավարարի։ Մի պահ եկա, որ այս որ ստե գրածա մտածեցեք, այսինքն հələ մի հատ խորեցեք, հələ մի հատ գցեք բռնեք։ Ես հասկացա, որ երբ որ գալիս եմ եկեղեցում աշխատում եմ, այդ ամսվային պատվերները կրկնակի երակի շատանում են։ Որ ամիսը չեմ աշխատում, քչանում է իմ գործը։ Ուղիղ համեմատական կարողացա տանեմ։ Դու կարող ես զարմանալ, կարող ես չհավատալ, կարող ես ասեք զուգադիպություն է, բայց մինչև հիմա իմ աշխատանքի օրհնությունը ես դրա մեջ եմ տեսնում։ Եղել է ժամանակ, որ տեսել եմ չկա հնարավորություն ապրելու, չկա գործ, չկա աշխատանք, ասել են ուրեմն պետք է զոհաբերությունը շատացնենք։ Որտեղ դռներ կա, որ փակ է։ Այո, Աստված օրհնում է, բայց բանալիները տալիս է մեր ձեռքը, ասում է բանալիները այստեղ է։ Վերցրա եւ բացի։ Ուզում ես Աստված քո համար տուն կառուցի, դու էլ Տիրոջ տունը կառուցի։ Ես հիշում եմ, երբ որ պետք է ամուսնանայի, մի անգամ բարձր, նույնիսկ հիշում եմ, որ բարձր ձենով աղոթեցի, մարդ չկար այդքան։ Ասի Աստված ջան, ինձ տուն տուր։ Եւ հաջորդ մի խոսքը, որ ասացի սա էր, երբ որ եթե ինձ տուն տաս, իմ տունը քեզ է ծառայելու։ Եվ հետո նենց եղավ, որ մի քանի ամսվա ընթացքում Աստված շատ արագ, շատ էժան, ես ոչ գումար ունեի, ոչ այդքան հնարավորություն ունեի, մենք 700, ես իմ առաջի տունը գնել եմ $700։ Այդ գործարքը լավ չէր ստացվում, 8 ամիս, թե 7 ամիս այդ փողը քիչ-քիչ տվել եմ։ Այսինքն նշի, որ ես այդ $700-ն էլ ունեի։ Բայց ես ասեմ, սիրելի Աստծո ժողովուրդ, առաջի օրվանից, երբ որ իմ տունը վերանորոգեցի եւ ապրեցինք, մեր տունը միշտ ծառայություն է եղել, հենց առաջի օրվանից սկսած։ Նույնիսկ եղել է, որ շաբաթական մի քանի ծառայություն է եղել։ Ես գիտեմ, մեզանից առաջվա եղած ծառայողները մինչև եկեղեցաշենք ունենալը բոլորը կարող են վկայել, այստեղ շատ մարդիկ եւ Լով աղբոր տունը, եւ Արտավազ աղբորը տունը տարիներով շարունակ մասնակցել են, միգուցե նեղություն են տվել։ Ես հիշում եմ Լովայի աղբորից տունը մենք գնում ենք պաշտամունքի, այսօր մեր տունը տնային խմբակ արդեն կոշիկ դնելու տեղ չկա Միջանցքում։ Բայց այն ժամանակ ինչ տնային խմբակ, թաղամասային պաշտամունքներ էին անում։ Բայց ծառայություն է Տիրոջ։ Ես հավատում եմ Աստված վարձահատույց կարող է, ոչ թե կարող է, Աստված օրհնել գիտի։ Եվ նա օրհնում է ոչ միայն այստեղ, մեր հիմնական վարձատրությունը մենք այդտեղ ենք ստանալու։